Առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում նախագիծը քննարկել ենք, նաև հանձնաժողովի գործընկերների, նաև մեր դատական իշխանության ներկայացուցիչների, հարգարժան դատավորների հետ եւ նաև իրենց առաջարկները, մտահոգությունները հաշվի առնելով առաջարկել ենք ժամկետների փոփոխություններ, մասնավորապես վերաքննիչ վարչական դատարանի ծանրաբեռնվածությունը հաշվի առնելով եւ որպեսզի փորձենք ապահովել բողոքների քննության ժամկետների իրատեսականությունը, մենք առաջարկում ենք վերաքննիչ բողոքների քննության 6 ամսվա ժամկետը մեկ անգամ եւս 6 ամսով երկարաձգելու կարգավորում նախատեսել նախքին 4 ամսվա փոխարեն, այսինքն ընդհանուր կունենան 12 ամսվա ժամկետ, իհարկե կախված գործի բարդությունից եւ այլ հանգամանքներից, եւ նաեւ որպեսզի վերաքննիչ վարչական դատարանը կարողանա պատրաստվել այս կարևոր փոփոխություններին եւ ժամկետների գործադրմանը, մենք առաջարկել ենք անցումային դրույթներով այս կարգավորումների գործողությունը տարածել օրենքի հրապարակման օրվանից 6 ամիս հետո, այսինքն այս ժամկետների մասով կարգավորումը ուժի մեջ կմտնի օրենքի հրապարակումից 6 ամիս հետո, ինչ թույլ կտա դատավորներին ավարտել իրենց մոտ առկա գործերը, նաև հաշվի առնելով այլ փաթեթով այն կարգավորումները, որը որ մենք առաջարկում ենք, ըստ մեզ որոշակիորեն կբեռնաթափի վերաքննիչ վարչական դատարանի ծանրաբեռնվածությունը։ Նաև պարոն Վարդանյան, հարգելի գործընկերներ, այս փաթեթով ներողություն, ես սխալվեցի, ոչ թե այլ փաթեթով, այլ հենց այս փաթեթով մենք առաջարկում ենք, գիտեք, որ 300,000 դրամը չգերազանցող ուրեմն տուգանքներով դատական ակտերը վարչական մարմինները չկարողանան բողոքարկել, սա մեր կարծիքով մեր հաշվարկներով մինչև 30% կնվազեցնի վերաքննիչ վարչական դատարանի ծանրաբեռնվածությունը, սրա հետ կապված անցումային դրույթներում ենք որոշակի հստակեցումներ արել, նախ առաջարկում ենք, որ այս կարգավորումը 3 ամիս հետո ուժի մեջ մտնի, որպեսզի վարչական մարմինները ամեն դեպքում ժամանակ ունենան իրենց դատավարական գործողությունները ճիշտ կազմակերպելու, այն մտքով, որ 3 ամիս հետո իրենց գործերը ուրեմն այս դրույթ ուժի մեջ չմտնելու եւ նաեւ տարածվելու է գործող ուրեմն գործերի վրա եւ գործող բողոքներն էլ են ըստ էության կարճվելու, բողոքներով քննությունը այս մարմինների կողմից ներկայացված, միայն բարեկային ծառայության եւ Երևանի քաղաքապետարանի դեմ կայացված դատական ակտերի մասով, քանի որ իրենց ծավալը շատ է եւ ըստ էության շատ դեպքերում ստանդարտ գործեր են, իրենց մասով մենք առաջարկել ենք, որ ստանդարտ ժամկետներում այս կարգավորումը ուժի մեջ մտնի եւ նշեցի նաեւ այո անցումային դրույթների մասին, սա էլ շատ կարեւոր է, պարոն Վարդանյան, ուզում եմ հատուկ շեշտել, որ սա այս կարգավորումը ոչ միայն ապագային է վերաբերելու, այլ նաեւ առկա բողոքները վարչական մարմինների կողմից իմ նշած բացառություններով, բողոքներով հարուցված գործերը կարճվելու է, այսինքն վարչական վերաքննիչ դատարանը ոչ միայն այսուհետ ուրեմն նման գործեր չի ստանալու, այլ նաեւ կարողանալու է թոթափել առկա գործերով բեռը, որպեսզի կարողանա նաև մեր նշած այս ուրեմն նոր ժամկետներում իր կողմից ուրեմն իր գործերը կարողանա քննել, բողոքների քննությունը ապահովել։ Եվ որոշակի հստակեցումներ ունենք, պարոն Վարդանյան, փաթեթին կից քաղաքացիական դատավարության օրենսգրքում, սա կապված է նախորդիվ մեր կողմից բերված եւ ազգային ժողովի կողմից ընդունված հանրության գերակա շահերի ուրեմն հետ կապված գույքի օտարումների փաթեթի հետ, այնտեղ դատավարական որոշակի հստակեցումներ չեն արվել, այս փաթեթով ենք առաջարկում անել որոշակի հստակեցումներ կապված վերաքննության փուլում ուրեմն գերակա շահով օտարված գույքերի հարցերի քննարկման հետ։ Ձեր թույլտվությամբ առանձին հիմա չհնչեցնեմ ժամանակ խնայելու համար, բայց առաջարկները ուրեմն լրացումների եւ ջնջումների տարբերակով հանձնաժողովին ուղարկված են եղել։ Այսքանը, եթե առաջարկներ հարցեր լինեն, կրկին սիրով պատրաստ եմ քննարկել։ Շնորհակալություն պարոն Դադունց, հարցեր հիմնական զեկուցողին։ Ես երկու հարց ունեմ, եթե թույլ տաք, տեսեք, առաջինը մեր նախագիծը ըստ էության մեկ նպատակ է հետապնդում։ Շատ պարզ հստակ քաղաքացիներին բացատրենք, որ դատարանի բեռնաթափելու համար եւ քաղաքացու համար ավելի բարվոք պայմաններ ստեղծելու համար մինչեւ 300,000
դրամի շրջանակներում հայցերի պարագայում պետական մարմինը չունենա հնարավորություն բողոքարկելու վերջիններս վերաքննիչ դատարանում։ Սա շատ ավելի լուրջ է դարձնում առաջի աջանի դատարանի դերակատարությունը եւ բարձրագույն դատական խորհուրդը շատ ուշադիր պետք է լինի եւ արդարադատության նախարարությունը, որովհետեւ մենք ըստ էության չստանանք իրավիճակներ, երբ գեներացում են նոր կոռուպցիոն ռիսկեր։ Բայց այդ զուգահեռ երկու հարց այդուհանդերձ մնում է։ Օրինակ մենք ունենք դեպքեր, որոնք իմ կարծիքով եթե թույլ տաք ես շարունակեմ էլի Տիկին Կլոյան, եթե թույլ տաք շարունակեմ հազար ներողություն էլի։ Տեսեք, մենք ունենք հետևյալ իրավիճակը էլի, երբ որ մենք ունենք տուգանքներ, որոնք շատ մեծ չեն իրենց թվով, օրինակ չեմ կուսակցությունների հետ կապված եւ այլն, կոռուպցիոն հանցագործությունների, կոռուպցիա կանխարգելման հանձնաժողովից եկող խախտումներ, որոնց պարագայում թիվը մեծ չէ, բայց խախտումը կարայական նշանակություն ունենա ամբողջ հակակոռուպցիոն, ասենց ասեմ, լանդշաֆտի առնչությամբ։ Գուցե մենք հնարավորություն ունենանք նաև բացառություն նախատեսենք օրինակ կոռուպցիա կանխարգելման հանձնաժողովի համար եւ նախատեսենք, որ վերջինս կկարողանա այդ հակակոռուպցիոն քաղաքականության շրջանակներում հնարավորություն ունենա բողոքարկել ակտերը վերաքննիչ դատարանում։ Մոտավորապես, եթե ինչի դավաճանում իշխողությունս եւ քննարկումները կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մեր գործընկերների հետ, խոսքը վերաբերում մոտ 30 հայցի մասին, որոնք դատարանում են, ի տարբերություն քաղաքապետարանի կամ ոստիկանության դեմ ներկայացված հայցերի, եւ սա էապես չի ազդի դատարանի ծանրաբեռնության վրա։ Ես կուզենայի իմանալ այդ հարցի վերաբերյալ ձեր դիրքորոշումը եւ երկրորդը, տեսեք հիմա քաղաքապետարանի դեմ ներկայացված հայցերով կամ քաղաքապետարանի կողմից ներկայացված հայցերով քաղաքապետարանը թուրքեր եւ այլ վճարներ կատարել, թուրքեր մասնավորապես պետական բյուջե։ Մնացածի պարագայում այլ պետական մարմինների պարագայում թուրքերի հարցը համարում ենք լուծված։ Քաղաքապետարանի պարագայում խոսքը վերաբերում է համայնքային բյուջեից պետական բյուջե գումար փոխանցելուն։ Մենք այս հարցին որից եղանակով կամ այս կամ հաջորդի նախագծերում անդրադարձ կատարելու ենք, թե ոչ, խնդրեմ։ Շնորհակալություն, պարոն Վարդանյան։ Առաջին հարցի հետ կապված իրականում այո, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասնակցությամբ Պարոն Դանուս, ես որտեղ գիտեմ դրա անբանությունը, էլի, հիմա փորձ է կատարվելու մեծացնել թուրքերի բաների չափը, վարչական պատասխանատվության համար նախատեսված վճարների չափը 300,000 գերազանց, որպեսզի կարողանան ներկայացնել հայց վերաքննության կարգով, որպեսզի վերաքննության կարգով ներկայացնեն բողոքներ, եւ սա լավագույն լուծումը չի, որտեղ խախտում իր բնույթով այդքան չպետք է լինի։ Գուցե մենք ավելի անկեղծենք եւ նախատեսենք կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի համար այսպիսի մեխանիզմ, որպեսզի վերջիններս կարողանան բողոքարկման հնարավորություն ունենան ծավալի նվազեցումը հաշվի առնելու պարագայում, խնդրեմ, պայմաններում։ Պարոն Վարդան, իրականում երբ որ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի օրինակը բերում ենք, ըստ էության այդ խնդիրը առկա է ոչ միայն գործող բողոքների դեպքում, որ դուք նշեցիք թիվը նաև, այլ նաև ապագա գործերի դեպքում, որովհետև այո, օրինակ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ակտերի դեպքում օրինակ մի խախտման արկայության պայմաններում որոշակի դեպքերում երկրորդ խախտումը կատարելը այլ հետևանքի է հանգեցնում, օրինակ քրեական պատասխանատվության կարող է հանգեցնել, կուսակցության դեպքում օրինակ կուսակցության գործունեությունը կասեցնելու հիմք կարող է հանդիսանալ եւ նաեւ գործընկերների կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործընկերների մտահոգություն են ծայրել, որ որոշակի իրավիճակներում եթե օրինակ իրենք համաձայն չլինեն դատական ակտի հետ եւ տեղ տեսնեն, բողոքարկման եւ օրինակ այդ դատական ակտի վերանայման զրկված են լինելու այդ հնարավորությունից, բայց կառավարությունում այս հարցը քննարկել ենք, սա ավելի գլոբալ էր եւ կառավարությունում նաեւ դիրքորոշում այն էր, որ օրենքում ճիշտ չի լինի միասնական մոտեցում չցուցաբերել այդ դեպքերի նկատմամբ։ Եվ այս պայմաններում միակ ելքը, այո, ճիշտ նշեցիք, մնում էր նաեւ օրինակ զուգահեռ այս փաթեթին զուգահեռ այդ տուգանքների բարձրացման հարցը քննարկելը, բայց այնուամենայնիվ, պարոն Վարդանյան, քանի որ շատ զգայուն հարց է, մենք այդ առաջարկը չենք բերել եւ
առաջարկում ենք հիմա հանձնաժողովում դա քննարկել եւ եթե հանձնաժողովը կորոշի, որ այդ բացառությունը պետք է անել, թողնում ենք դա հանձնաժողովի հայեցողությանը։ Հակառակ դեպքում մեր առաջարկը այն էր լինելու, որ մենք այս փաթեթին զուգահեռ նաև բերենք տուգանքների վերանայման հարցը քննարկենք, թեկուզ ուժի մեջ մտնելու ակնկալիքով։ Սա առաջին հարցի հետ կապված, երկրորդի հետ կապված, պարոն Վարդանյան, շնորհակալ եմ, որ այդ հարցը հնչեցրեցիք։ Մենք դա առիթ ենք ունեցել աշխատանքային կարգով քննարկելու։ Մենք ստացել ենք այդ մտահոգությունը նաև համայնքներից Երևանի քաղաքապետանից, բայց մենք հաշվարկներ արեցինք եւ տարեկան կտրվածքով մեր հաշվարկով մոտ 5 միլիոն դրամի մասն է խոսքը գնում եւ կարծում եմ, որ այդ ուրեմն պայմաններում, երբ շատ մեծ թվերի մասին խոսք չի գնում, իմաստ չունի այժմ անցումային դրույթներով турքերի վերադարձի հարց քննարկել։ Այս հարցը կարծում ենք կարելի է ամեն դեպքում համարել լուծված, որովհետև ի վերջո համայնքներն էլ պետության հետ միասին հանրային իշխանության մարմիններ են եւ այդ քայլին կարծում եմ մենք կարող ենք գնալ, որովհետև մյուս կողմում ամեն դեպքում դատաների ծանրաբեռնվածություն թեթևացնելու հարցն է։ Դեպաբար կարծում եմ այս փուլում Երևի турքի վերադարձի հաշվի առնելով, որ ծավալները մեծ չեն, турքի վերադարձի հարց երևի չարժի քննարկել։